Ողջույն արժանապատիվ հայրենակիցներ, այսօր մեր նոր ուղիղ եթերն է, ամսի 22-ն է փետրվարի, արդեն մի քանի շաբաթ չենք միացել, որոշել ենք քիչ անենք ամիսը երկու անգամ, առայժմ քիչ, բայց որակյալ, հետո երբ մեր լսարանը մեծանա, բնականաբար կշատացնենք, ուղղակի որ համ կարճ նյութեր ենք պատրաստում, համ ժողովի ասենք ճարերն ենք տեղադրում, չենք ուզում շատ է ծանրաբեռնենք էլի նյութերը, ասում ենք որակյալ լինի։ Ամեն դեպքում, եթե լսում եք, շնորհակալություն հետևելու համար, Telegram-ով ենք միացել ուղիղ եթեր։ Դե լիքը բաներ ա, ոնց որ պատահել ինչպես միշտ։ Սիրում եմ մի հատ ներքին թեմայից խոսենք, մի հատ էլ օրինակ արտաքին թեմայից։ Ներքին թեմաներից երևի այս ընտրություններն են, չէ՞ կարելի ասել, չէ՞ Թաթո ջան։ Հա, երևի։ Հա, դե ես կարծում եմ 21 թվի ընտրություններն են, խայտարակությունն էլ այս մեկը գա, այդ ասենք ինչ խայտարակություն ա լինելու։ Սա այն ժամանակ ասենք լավ ասենք մի բան կար, չէ՞, Քոչարների իբր տենց կեղծ ընդդիմություն, հիմա քանի հոգի սենց գալիս են տարբեր դիմակներով իբր սենց իբր նոր մարդիկ են, էլի, բայց պարզ է նույն տարբեր մարդիկ են, հա, դեմքերով, բայց նույն տարբեր դիմակներն են իրականում։ Իրանց գաղափարախոսությունը, իրանց ամեն ինչը ու նորից իրանց միակ բանը այն է, թե ամեն ինչ անենք, միայն մեծամասնություն կազմենք ու Նիկոլին հանենք։ Իրանց ամբողջ ոնց որ աշխարհայացքը էդ է, Նիկոլը չեն լինի, ոնց որ իրանք գաղափարախոսություն չունեն, իրանք աշխարհայացք չունեն։ Առանց Նիկոլի իրանք ոնց որ ոչ մի բան է։ Բարձում է, որ իրանք են ամենաշատ Նիկոլի կարիք ունեն, որովհետև առանց Նիկոլի, առանց այս իշխանության իրանք ոչինչ են։ Իրանք գոյատևում են, որովհետև կա այս իշխանությունը, էլի։ Այդ ասենք абսուրդը հենց դրանում է։ Ու այս մարդկանց էլ sense ուլ են տալիս այդ ամեն ինչը։ Ու հետո մեզ նմաններին են, էլի sense իբր նիկոլական, իշխանամետ պիտակավորում, որ մենք ենք իսկական այլընտրանք առաջարկում գաղափարական առումով։ Եթե մենք այլընտրանք ես, դու պետք է քո գաղափարախոսությամբ, քո տեսլականով, քո նպատակով, քո ամեն ինչով տարբերվես։ Դու չես կարող ինչ որ մակերեսային անկապ հարցերում համաձայն լինես, տարաձայնություն ունենաս կներեք, բայց կարևոր հարցերում համաձայն լինես, ինչպես իրանք են։ Իրանք այսքան ժամանակ որ sense խոսում են բոլորը, ով է դեմ եղել, ասենք հա նոյեմբերի 9-ին, ով է դեմ եղել օգոստոսի 7-ին, ով է դեմ եղել, ասենք այս ընդհանրապես այս ամբողջ այս գործընթացին, այս քաղաքական, այս պարտվողական այս գործընթացը որ sense գնում է, որ հայ ազգը sense պետք է խելոք մնա, հնազանդ ապրի ու միանա ինչ-որ մի գերտերության, Ադրբեջանի ենթակա ինչ-որ բան լինի ու դից ապրես։ Դա չեն ասում իհարկե շատերը։ Այդ իրանց ամբողջ քարոշությունը, իրանց ամբողջ, ասենք, գաղափարախոսությունը դրան է տանելու, որ ի վերջո, ասենք, հավասար մենք խաղաղություն չի լինի, մենք ենթակա ինչ-որ մի խամաճիկային պետություն, հələ հերիք չէ Ռուսաստանինն էր երրորդ հանրապետությունը, հիմա որ ուզում են 4-րդ հանրապետություն ստեղծեն, սահմանադրությունը փոխելով ուզում են դարձնեն Ադրբեջանի ենթակա ինչ-որ մի պետություն։ Պատկերացնում եք մեր ինչ օրի են հասրել այս դավաճանները, քանի արդեն 100 տարի է, որ մեր ինչ կարանք լինենք, չէ, ասենք Արևմտյան Հայաստանը կարող միանալ նորմալ հայկական ազգային պետություն ունենանք դարերով, ասենք, դարերից եկած ազգ ենք, հին հնագույն ազգ ենք, մենք պետք է ենթակա լինենք մի արեստացին, մի ժողովրդի ահաբեկչական մի պետության, որը բացի նավթից ուրիշ ոչ մի բան չի տվել մարդկությանը։ Պատկերացնում եք ինչ օրի են հասրել սրանք։ Ու վերցնում են այս մարդիկ, ոչ մեկ ասենք չի ասում, ասենք մենք հիմա ոնց են պատկերացնում, ոնց պետք է լինի, ասենք ազգային շարժում, ազգային գաղափար, ասենք գաղափարներ ունեցող մի խումբը։ Թեկուզ ասենք ինչքան է ֆանտազիա թվա, ես միշտ ասենք իմ մտքում էդի պահամ, որ մենք իշխանության գանք, մեր նպատակներից մեկը լինելու է արտաքին Ադրբեջանին ամբողջությամբ ծնկի բերել։ Հիմա ինչքան էլ էսի ասեմ մարդկանց այս բանը, պարզ է, հեքիաթ է թվալու։ Այդ ես բավականին լայն եմ գիտակցությունը, էլի զարգացած ես գիտեմ, էդի ասենք այս բանը абսուրդ է թվում, բայց այդ կապ չունի։ Շատ էր абսուրդ թվում 10 տարի առաջ մենք իրանց վրա ծիծաղում ենք, որ իրանք ասում են Արցախը հետ ենք վերցնել, մենք ղժում ենք իրանց վրա։
Բայց հիմա մենք պատրաստ ենք լրիվ հնազանդվել Ադրբեջանին, ինչը թե դավաճանությամբ Արցախը վերցել է, մի հատ Ալիևի բռունցքը տեսնում են փոխորտալով խոսում, ասում են, «Ո չէ, պատերազմ լինելու չեն կարող»։ Բայց իմ ասածի վրա են էլի, ասենք, խնդում։ Բայց իրականում ինչ անիրատեսական բան կա դրա մեջ։ Ես այն անիրատեսական բան դրա մեջ ոչ մի բան չեմ տեսնում։ Այդ պատրանք են ստեղծել, որ Ադրբեջանը Իսպանիան sense էսի ինչ է, էլի, էսի ինչ որ անհաղթահարելի մի sense պետություն է, որ չէ, մենք չեն կարող բան ԱԹՍ-ներ ունի, էս ունի, այն ունի, հասկանում եք ինչ է, վախ է ներշնչել ես մեր ժողովրդի մեջ, որ այսօր են հասել, մեր ազատամարտիկները, որոնք կռվեցին 30 տարի առաջ, 35 տարի առաջ, ինչ է, նույն բաները չկար։ Նույն բաներն էր։ Նույն ասենք այդ ինչ որ այդ իրանք էին ասում, Բեկորը, Աշոտ Բեկորը բան, որ ասում էր Արցախը առաջին քայլն է, հաջորդը Արևմտյան Հայաստանն է լինելու։ Այդպես բաներ էին ասում։ Ինքը այդ տրամաբանությամբ այդ ոգով իրան կարողացան հաղթանակի հասնել, ոչ թե այս դավաճանիո բոլշևիկների մտածելակերպով, որ օ չէ, sense խելոք մնանք, գլուխներս կախ, մի բան անենք, մեկի հովանավորության տակ մտնենք ու sense խելոք գոյատևենք, ասոր այդպես որ մտածեին մենք հիմա ընդհանրապես այս ինչ որ ունենք էլ էսի չենք ունենա, եթե մեր ազատամարտիկները այդպես մտածեին։ Մի խոսքով այս ամեն ինչն է իրական ընդդիմություն, այս որ այս ինչ որ կա, այս կառավարությունը, լավ, գցենք մոռանանք այս կեղծ ընդդիմությունը, ենթադրենք լավ իրանք կեղծ չեն։ Ասենք լավ, միայն այս կառավարությունը, ամբողջ գաղափարախոսությունը հակահայկական, չէ, ապազգային, դավաճանական, պարտվողական, ամեն ինչ ինչ որ կա վատ, իրանք այդ դրա մարմնավորումն է։ Լավ, եթե ուրեմն դու եթե դրա դեմ ես, քեզ ընդդիմություն ես համարում, դու պետք է դրա հակապատկերը լինես, չէ։ Դու պետք է ինչ որ իրանք մտածում են, դու ոնց որ լրիվ հակառակը պետք է մտածես։ Դու լրիվ հայկական, լրիվ հաղթական, լրիվ իրանք այս ներկա ընդդիմության մեջ, այս կեղծ ընդդիմությունը, որը կա, որը վխտում է այս քաղաքական դաշտում, ամեն անկապ բանի մասին տարաձայնություն կունենան, իրար կհայոյեն, շիշկը նետեն իրար վրա, բայց ֆունդամենտալ հիմնարար հարցերում որտեղ է այդտեղ տարաձայնություն, ոչ մի բան։ Իրականում իրանք են նույն բաներն են իրականում ուզում, ուղղակի իրանք իբր փաթեթավորված են որպես ընդդիմություն։ Իրականում օգուտ են տալիս ամենես կառավարությանը։ Որովհետև այդ կառավարությունը իրականում հենց իրանց է օգուտ տալիս, որովհետև առանց այդ եմ ասում, առանց իրանց ամբողջ կյանքի նպատակը ոնց է դա աշխարհ հայացքը աշխարհ առանց Նիկոլի էտա ուրիշ բան հաղթանակած մենք այդպես բաներից որ խոսում ենք դրա մասին իհարկե գրառում արեցի սա կարող ենք ուրիշ անգամ քննարկել է սովետի պահը էլի որ առանց սովետի օրոք Հայաստանը ծաղկեց ամենալավագույն տարիներն են ունեցել Հայաստանը սովետի օրոք ասենք այդ սովետը ջհուդական ասենք ռոպագանդա բարձ էլի այդ դրա մասին արժի ուրիշ օր խոսենք բայց դա էլ է շատ մեծ ու վնասակար միֆ է, որը պետք է կոտրենք, ցավոք սրտի դեռ շարունակվում է, ու կարծում եմ լավ շատացել է, որովհետև հիմա լրիվ մեր մեջ կոտրել են այդ հույսը, որ մենք կարող ենք մենք ինքնուրույն մի պետություն կառուցենք, էլի մեր կամքով, մեր աշխատանքով լրիվ կոտրել, հիմա առավել քան երբեք տարածվում են, ասենք նման բաներ, մենք դա հայը ինչ ազգ է, նա չի կարող մի բան անի դա մտնենք էլի մի տեղ ապրենք էլի այնա մեկը գրառում էր արել որ շնորհակալ լինենք ատոմակայան թե չէ խորովածանոց էր լինելու դրա փոխարեն ինչ абսուրդ մի բան ուրեմն մենք ռուսի չկանք հա մենք այտենց անպիտան մի ազգ ենք հա որ ասենք իրանք հասկանում են որ ատոմակայան պետք է կառուցեն մենք այդքան դեբիլ ենք հա մենք որ այդքան ասում ենք 5000 տարվա ազգ ենք 5000 տարվա ազգ այդքան կայսրություն ենք ունեցել այդքան թակավորություններ ենք ունեցել, այդքան գերտերությունների դեմ պայքարել ենք, այդքան նվաճել ենք, հաղթել ենք, եղել է պարտվել ենք, բայց հետ ենք վերադարձել։ Այդքան բաների մեջ, բայց մենք խորովածանոց կա, գնչուների պես մենք խորովածանոց կբացենք, հա։ Չէ գնչուները երևի այդպես չեն անում։ Ինչ են անում, ներարկել են, ներշնչել են, որ հայը չի կարա ինքը իր պետությունը վարի, պետք է, էսի իհարկե ասում եմ, այս սովետական, կոմունիստական քարոշությունն է։
առավել քան արդեն 3 սերունդ, դրանից առաջ էլ հիմա հա, բարձա թուրքական բանը Օսմանյան կայսրության տակ ապրելով, բայց այստեղ գաղափարական բանով կոմունիզմը այդ առումով ավելի sense ինտենսիվ ա եղել այդ առումով, որ չէ, հայը ինչ ա, էլի առանց ինչ որ մի տիրակալի ինքը չի կարա պետություն կառուցել, չի կարող պետություն կառուցել, չի կարող պետություն ունենալ եւ այլն եւ այլն։ Այդ Եմ ասացի կշահանակեմ ուրիշ անգամ, ես խորացա դրա մեջ։ Մի խոսքով ասածս էն ա, որ ես մենք տեսնում ենք այս ամբողջ այս դաշտում չկա այտենց իրական ազգային ինչ որ տարբերակ, որովհետև հատուկ է արած, որ տես մեր նման ասենք ուժեր միշտ մնան քաղաքական ամենածայրամասերում, երբեք չգան կենտրոնում ու իհարկե այդպես լինում է, որովհետև այս ամբողջ ասենք, ինչպես ասել եմ, ասելը որն է, այդպես էլ կա։ Միայն Հայաստանում չէ։ Այս ժողովրդավարությունը այսպես կոչված, որը ես սիրում եմ անվանել ժողովրդավարական բռնապետություն, իրականում ցախողած անհաջող ինչ որ մի համակարգ է։ Կեղծ ինչ որ մի համակարգ է, հատկապես ժամանակակից տարում։ Գուցե հնագույն աշխարհում, հին Հունաստանում աշխատեր, երբ մարդիկ անձամբ իրենց առաջ տեսնում էին, ասենք տեխնացուին օրինակ եմ ասում, ասենք ավելի փոքր տենց ինչ որ միջավայրերում, հա, կարելի է գյուղերում աշխատի գուցե դեմոկրատիան, որտեղ ասենք sense ուղիղ շփում կա տեխնացուների հետ։ Օրինակ եմ ասում, ես չգիտեմ, շատ չեմ այդպես խորացել։ Այդ օրինակ Սոկրատեսը դեմ էր, ասենք ժողովրդավարությանը լիքը տարբեր, որովհետև իրականում արիստոկրատիայի դեմ է եւ այլն։ Բայց հատկապես այս դարում, որ ասենք այս mass media կա, քաղաքակրթություն, ասենք մարդիկ երբ են ինչ իրանք ոնց են տեխնացուն, ով ընտրում են ով որ տեսնում են էկրանում, ով որ տեսնում են հարցազրույցներում։ Այդ էլ ամենա բառ նշաններից մեկն է, որ այդ մարդը համակարգի մարդ է։ Կարա լինի, որ մեկ ինձ էլ են նա վերջին անգամ մի տարի առաջ է կանչել են, բայց այդպես կլինի, ինչ որ մի սկանդալ է լինում, sense հետաքրքրության համար, sense կկանչեն զուտ դիտումների համար, բայց որ տեսնում եք մեկին sense հետևողականորեն քարոզում են, կանչում են հարցազրույցներ, անընդհատ ցուցադրում են այդ մարդուն, պարզ է, չէ՞, այսօր չի հանում, ասենք այդ ալիքի հետևում կա մի օլիգարխ, կա մի մեծահարուստ, ու այդ պարզ այդ մարդը ունի կուսակցություն, չէ՞, ասենք եթե մեկը հարուստ է, ինչ է ունենում ուժային լծակները, որոնք են առհասարակ այս տարում կուսակցություն ունենաս, որ քո ազդեցություն ունենաս պետության վրա, մեկ էլ մեդիա ալիքները եւ այլն դրանք է, որովհետեւ ազդեցություն ունենաս լայն զանգվածների վրա։ Այսինքն այդ երկու բաներն են։ Պարզ այդ մարդկանց որ կանչում են, ելի արդեն նշան է, որ այդպես մարդիկ կան, պարզ անուններ չեմ տալու, բայց տեսնում թրջիկ են տալիս, տեղից այնտեղ հարցազրույց, ամեն հարթակ, ամենտեղ կանչում են հարցազրույցի։ Նույն մարդկանց։ Այս մարդիկ իբր թե իրանք իրանք ներկայանում են իբր sense այս համակարգի դեմ, բան, նույնիսկ կան որ դա սովետի դեմ են քարոզում, բան, բայց ես սրա մասին էլի ասել եմ, որ հիմա հատուկ sense բան ա գնում, որ ցույց տան, որ Հայաստանում sense աճում է արևմտամետ հակառուսական բաները, այդ քաղաքական դաշտում, բայց էլի իրանք ուժերն են։ Հատուկ, ասենք Նիկոլնայի փրտը արևմտամետ եւ այլն, դե ամբողջ այդ նպատակն է, որ ապագայում խավուցան նոխած լինեն իրանք, էլի, որ տեսեք այդ արևմտամետությունը տեսեք ուրա ձեզ տանում, դե պետությունը տանում է կործանման, մենք ռուսներս պետք է հայերին փրկենք, որովհետեւ իրանք չգիտեն ոնց պետություն վարեն, իրանք միշտ չարը արևմուտքի մոտ են գնում, մենք ռուսներս ոչինչ, բարի ժողովուրդ ենք, փրկենք էլի հայերին, այդ է, ռուսների ամբողջ վարած քաղաքականությունը այդպես է, ցավոք սրտի մեր հայերը չեն հասկանում։ Հիմա ես էլ նորից ասեմ, մի պակար, էլ Ամերիկայում է ապրում, եկա ստեղ մի քանի տարի, լե կարծում եմ, իհարկե այդպես ռուսոֆիլ երբեք չեմ եղել, բայց կարծում եմ, որ հա, հնարավոր կլինի գուցե ռուսների հետ դաշինք ստեղծել, ասենք, արևմուտքի դեմ եւ այլն, հա կներեք, Թուրքիայի դեմ, բայց հետո հասկացա, ասենք, լավ, ինչքան կարաս այդ ստին հավատաս, մի պա գալիս է, ասում նա փաստերը դնում ես իր հատկապես եթե քո աչքի առաջ տեսնում ես թե Ռուսաստանի հետ լինելը ինչա, ինչ օրիա բերում, Ռուսաստանի մերձենալը մեզ ուրա տանում, ինչքան մոտիկանում ենք Ռուսաստանին, այնքան կորցնում ենք
մեր ինքնիշխանությունը, անկախությունը։ Ուզում եմ ասել, որ այդ մարդիկ հիմա անընդհատ իրանց կանչում են, անընդհատ իրանց ներկայացնում են որպես այլընտր, այդ ամեն ինչը սուտ է։ Ինչու ինչ չեն կանչում։ Ասենք լավ, ուղղակի հետաքրքիր է, չէ՞, եթե ես անկախ ինչ որ մի ալիքի տեր լինեի, ենթադրեմ ես բազ այս բոլորս լրատվական ալիքները, որ այդ մարդկանց կանչում են, ինչպես ասացի, մի օլիգարխին ծառայում են, մի օլիգարխի կուսակցության համար ինչ որ գործիք են։ Լավ, հիմա ենթադրենք ես մի անկախ իրոք sense լրագրող լինեի, տենց ալիք ունենայի ու ուզենայի մարդկանց հրավիրեի հարցազրույցի քաղաքական գործիչներին։ Ասենք ես օրինակ ինձի չեն կանչի։ Օրինակ եմ ասում, չէ՞։ Ասենք դրսից եկած, չէ՞, պատրաստի մասնակցած եւ այլն 0-ից կուսակցություն կազմակերպություն շարժում ստեղծած, բա դա չի հետաքրքիր, թող կանչեն, թող օրինակ եմ ասում, բա լավ էս ով է այստեղ են, օրինակ, դա չէ արդար ժուրնալիստական դա է, բայց իրանք այդպես բաներ իրանք չի հետաքրքրում։ Դրա համար մենք կարծում ենք այս պահին ընտրություններին նախ չենք էլ վստահ եմ, որ մենք նույնիսկ եթե փորձենք այս, ասենք, կուսակցություն մի հատ ճյուղավորում բացենք մասնակցելու համար, ինչ-որ համագումար կազմակերպենք, դրա մասին մենք այս պահին հրապարակենք, նորից վայնասուն է բարձրացվելու, ինչպես բարձրացվեց մի տարի առաջ, համարյա արդեն մի տարի, 2 ամիս առաջ, երբ ուզեցանք այդ Էլիտ Պլազայում համաժողով անենք, ընդհանրապես տեղադրել է, որ համաժողով ենք անելու, եկել այդ Դվայդի մայոր Ռուսաստանի պաշտոնական Telegram-յան ալիքներից մեկը, ծայրահեղ ազգայնական նացիստները բան Հայաստանում գլուխ են բարձրացնում։ Հիմա նույն բանը էլի կանեն ու իսկական իմանալով որ մենք կուսակցություն ենք դառնալու ու մասնակցելու ենք ընտրություններին, կատակե կանեն։ Ասենք եթե այն ժամանակ մեն համաժողովի համար վայնասուն բարձրացին, բա պատկերացեք կուսակցություն դառնալու ու ընտրությունների մասնակցելու համար ինչ են արել։ Այդ մեկ իզուր տեղը մեզ վրա այս պահին վատ տեսակի, ասենք, ուշադրություն կհրավիրենք։ Երկրորդն էլ չենք ուզում ասոցացվենք իրականում այս աղտոտված ճահիճի հետ, որովհետեւ շատ կան մարդիկ հարցում են էլի դա ուզում ես մասնակցել, չես մասնակցելու։ Ասեն նախ այս պահին հələ մենք չունենք էլ կուսակցություն։ Այդ ինձ թվում է 300 բաներ մենք կկարողանանք, դա մեր համակիրներից, աջակցողներից շատ ուզենք կարողանանք դա հավաքել այդ քան այդ բարդ բան չի, բայց չեմ ուզում ես անկեղծ ասած ասոցացնեմ այս մարկանց հետ։ Այս ճահիճի հետ, որովհետեւ ես քանի որ ստաբիլ է կայուն այս համակարգը այս պահին, դեռ վերահսկվում է Կրեմլից, Մոսկվայից, դրա համար իմաստ չկա։ Դրականն է որ հա PR կստանանք, մի քիչ ավելի հայտնի կդառնանք, բայց այնպես չի որ մարկանց հիշողությունը շատ լավ է։ Մեկը մի քանի ամիս հետո մոռանալու են էլի մեր մասը, եթե մասնակցենք ընտրություններին։ Դրա համար մենք այս պահին դա նպատակահարմար չենք գտնում հետագայում երբ որ գա ճգնաժամը վստահ ենք գալու, հա։ Այս որ ասում են գալու է ճգնաժամը նորից ասեմ, ես ինչ որ մենք մարգարեություն չենք անում, էլի, էսի բարձ հաշվարկ, տրամաբանական հաշվարկ է, ասենք Արցախը կորելուց հետո, ասենք մեր ամբողջ անվտանգային համակարգը բաց է, ասենք դարբասները բացվել է, հասկանում եք, ասենք այդ ու այս ինչ որ հիմա sense լինում է, sense իլյուզիա, պատրանք է, ինչ որ ժամանակավոր sense ինչ որ մարդկանց հիպնոզի տակ են պահում, գլխանի տակ բարձ են պահում, բայց բոլորս գիտենք, դա երկար չի կարող շարունակել, վաղ թե ուշ դա ճաքելու է ու քանդվելու է այս ամբողջ պատրանքը, ու նոր մարդիկ կտեսնեն, թե իրականում ինչ ծայրահեղ իրավիճակում են գտնվում։ Հիմա դրա համար ասենք դրա մասին են նաև գրեցի, որ հուսես է պատճառը, որ Նիկոլին բերեցին իշխանության։ Իհարկե սրա մասին էլի արժե խոսել, ուզում եի սրա մասին խոսել ապրիլի ժամանակ, որովհետև արդեն 8-րդ տարին է լինելու, չէ՞, ինչ Փաշինյան կոչեցյալ իշխանության եկել, բայց նպատակը ամբողջ ինչ էր։ Մարդիկ ասում են, հա, Սերժը բերեց Նիկոլին։ Դա Սերժը բերեց, դա կարևոր չի։ Կարևորն է, որ ինչու ուզեց Ռուսաստանը Նիկոլին բերի։ Մատլա ձեզ բոլորիդ հարց տամ, ինչու ուզեց, որ Նիկոլը գա։ Եթե որովհետև Ռուսաստանը 16 թվից առնվազն սկսած է, ավելի շուտ, ինչ 16 թիվ, ուղղակի 16 թվից սկսեց ամբողջ այդ գործընթացը ապրիլյան պատերազմը։ Բայց ամբողջ նպատակը այն է, որ Արցախը վերջում հանձներ Ադրբեջանին։
Այդ 5-ի վրա ասում են 5 շրջան, ինքը իրանք բացած ասում են, չէ, 5 շրջանները տանք, ով հեքը ապուշ չենք, գիտենք 5 շրջանները տալով դու ամբողջ Արցախն ես տալիս, ու այդպես էլ եղավ, չէ, փաստացի մեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեսանք։ Ամբողջ նպատակն է Արցախը հանձնել Ադրբեջանի վերջ, բայց ինքը չգիտեր, որ չէր կարող Մոսկվան, Կրեմլը չէր կարող դա անել, քանի դեռ բացահայտ ռուսամետներ կային, ռուսամետ նախագահներ, ռուսամետ իշխանություն, ռուսամետ կուսակցություն կար, բացահայտ։ Ինքը պետք է նենց աներ, որ ձևական մակերեսան ինչ որ մի արևմտամետ ուժ գա իշխանության։ Դա էր ամբողջ նպատակը։ Դրա համար մարդիկ կան արևմտամետներ այստեղ ասում են, որ Նիկոլին պաշտպանում են, որ իբր Նիկոլը բան ասում են, Սերժը ուզում էր հանձնել Կարեն Կարապետյանը, բայց Նիկոլը բան ֆրծրեց, բան արեց։ Հա Նիկոլին օգտագործեցին սկզբից, բայց ուզում են հանձնեն Կարեն Կարապետյանին իշխանությունը, ասենք ձեռը կարդում։ Ի տարբերություն ինչ կլիներ։ Մոսկվայի համար ինչ տարբերություն Սերժ թե Կարեն Կարապետյան նույն մարդիկ են, նույն կուսակցությունից։ Ոչ մի բան էլ չէր փոխի մարդկանց մտքում իրանք մարդիկ պետք է իրանք նենց անեին, որ մարդիկ համոզվեին, որ հեղափոխություն են արել։ Ինչ որ Սերժին հանելով Կարեն Կարապետյանին դնելով դու դրանով մարդկանց չես համոզում, որ հեղափոխություն ես արել։ Դու մարդկանց համոզես դա հեղափոխություն ես արել, եթե հա Սերժին արես, դու իհաց սենց մարդուն բերես, որը նորից ասենք դա բարձա չէ, Սերժ Սարգսյանը ինքը KGB-իշնիկ ա եղել, չունես չկա, տենց ասացված կա, չէ, նախկին KGB-իշնիկ չկա։ Ինչևէ, KGB-իշնիկը եղել թե կա, ինչևէ, բաց այդ ինքը ռուսամետ մարդ է։ Բայց Նիկոլը բանա չէ, մարդիկ sense լրագրող է եղել, ամեն դեպքում այտենց ինչ որ բացահայտ sense կապ չկա, չնայած նկար կա Նիկոլի 15 թվում Մոսկվայում Կրեմլի դիմաց նկար ունի։ Ինչ որ ուրիշ է։ Դա հետաքրքիր է, էլի, այդ ոնց որ հատուկ գնացել են նախապատրաստման, թե ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Բայց ամբողջ նորից ասեմ, ամբողջ իմաստն է, որ բանը ինչ որ թաքուն ռուսական գործակալին, բայց բացահայտ կերպով իբրսենտ արևմտամետ մարդուն բերեն իշխանության, որպեսզի նորից Սորոսականին ինչ որ բերեն իշխանության, որ հետո խաղաղության նոխազ օգտագործեն Սորոսականների։ Այդ էր ամբողջ բանը։ Հիմա կարող Սերժը դեմ էր դրան, կարող ինքը ուզում էր աթոռի մնալ, չէր ուզում իր աթոռը տղեն, բայց Կրեմլը որ ուզում է, ինքը ինչ պետք է ասի։ Ինքը ենթարկում է վերջը Կրեմլին։ Կրեմլը ասում է, հոп, քո ժամանակն է դե հեռացի արդեն։ Օրինակ եմ ասում, ինքը ինչ պետք է ասի։ Ասի չէ։ Ամբողջ ինքը 10 տարի իշխանության ղեկին մնացել էր այս Կրեմլի շնորհիվ։ Ոնց կարա ինքը ասի չէ։ Կարող ասի, թե ասա չէ, կարող իսկականից ավելի ուրիշ ձևով հանեն իրան։ Ավելի դաժան ձևով իրան հանեն, օրինակ եմ ասում։ Բայց դրա համար Սերժ Սարգսյանը այդպես հարցազրույցի ժամանակ էլ ասաց, ես պարտեցի ավելի մեծ ուժերի, ում նկատի ունեմ։ Այստեղ ինչ մեծ ուժ կա։ Պարզ չէ, ով որ իրան աջակցեց Փաշինյանին այդ ժամանակ, բոլոր ռուսոֆիլներ են, Ծառուկյանը, Քոչարյանը, Դաշնակցությունը, բոլորը ռուսամետ ուժեր։ Ոչ մեկ չեղավ, ես չեմ հիշում ինչ որ մի հայտնի ռուսամետ, որ այդ պահին։ Հետո մի տարի հետո արդեն որ լավ հաստատվեց Նիկոլի իշխանությունը, արդեն երևի հենց 19 թվականի սկզբից արդեն ցած փոխեցին ռոպագանդան, չէ, Սորոսականները իշխանության եկել են, բլա 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 բլա։ Բայց դրանից առաջ չեք ասում։ Հետո ասացիք։ Մի խոսքով, ասածս էլի նորից լրիվ sense գուցե սպայն էլի խառնեցի իրար, բայց իրար հետ նորից եմ ասում կապված է։ Հիմա այս մեր ընտրություններին այս կեղծ կրկեսային ընտրությունների մասնակցել է նորից ասեմ, որ լսում է հետաքրքրված է, ճիշտ չեն գտնում, հարմարը չի այս պահին, բայց մենք առհասարակ նորից ասեմ, պատրաստ ենք ամեն օրինական միջոց օգտագործել։ Հասկանում ենք, որ այս տարում այդ կուսակցությունը այդ գործի կա, մենք մարդիկ ասում են ոչ խնդիրը կուսակցություն բանը չի։ Խնդիրը այնա, որ ինչպեսի մարդիկ են ստեղծում այդ կուսակցությունները։ Նույնա ոնց որ ասես փողը մարդկանց փչացնում է, չէ, փող ուղակի արտահայտում է մարդու իրական էությունը։ Եթե մարդը ազնիվ մարդ է, ինչքան էլ իրան փող տաս, ինքը չի չարանա այդ փողի պատճառով, հասկանում եք։ Նույնը ոնց որ էս այդ մեկը ազնիվ այդ իրան կուսակցություն տաս, այդ ինքը ազնիվ մարդ է, ինքը միանգամից չի չարանալու այդ կուսակցության պատճառով։
Խնդիրը նա որ այդ տեսակ անազնիվ սրիկաններն են մտնում, գործականներն են հատուկ այդ թելադրանքով կուսակցությունները բացում։ Ուղղակի մենք ասում ենք դեմ ենք կուսակցության բաների, որովհետև այս դարում մետ ենք ասում, որ բոլորի ղեկավարում են այդ մեդիա բարոն, այդ օլիգարխների կողմից իրանց համար ընդամենը գործիքներ են։ Բայց այս կայուն պայմաններում, հա, բայց եթե երբ կա այդ ճգնաժամը ու ինչ որ ծայրահեղ ինչ որ վիճակ լինի ու արտահերտ ինչ որ ընտրություններ, բան, հա, այդ ժամանակ արդեն հասկանալի կլինի։ Այդ ժամանակ երբ որ արդեն պորտալարը կտրվի Կրեմլից, ուստեղ քաղաքական որբեր լինեն մեր ամբողջ քաղաքական դաշտում, այդ ժամանակ արդեն իմաստ կունենա մեր մասնակցությունը։ Այս պահին հələ որ իմաստ չեն գտնում, նախ 100 տարի առաջ այդ ժողովրդավարությունը լավլի արդար էր։ Այն ժամանակ 1-2% ձայն ունենում էին մարդիկ, էլի խորհրդարանում գտնվում էին։ Ասենք Վայմարյան Գերմանիայում այտենց ազգային բաներ կային, որ 1-2%, բայց էլի աթոռներ ունեն։ Իսկ այստեղ 5% շեմնա դրած, ասենք դրա հաղթարել է ուրեմն այդ օլիգարխի կուսակցություններից դիմաց։ Այդքան բան է ուզում ասել։ Շատ կարող ենք խոսել սրա մասին։ Ինչ որ մեկը բան ուզում է ավելացնել կամ հարց ունի ես ներքին բանի բաղով։ Հայկ ջան, ուզում էի մի փոքր ավելացում անեի ու հարց ձևակերպեի, էլի ասացիդ վերաբերյալ։ Ասա։ Հա, Կրեմլը արդեն, ասենց ասած, Սարգսյան Սերժին իր մի թաշկինակի ոնց որ փոխարինեց Նիկոլով, որ պիտի հանձներ Արցախը։ Բայց շատերը դա ասում են, բայց ինչի համար։ Ասենք հա ասում են, հա Նիկոլ Սերժը բերեց Նիկոլին կամ Կրեմլը բերեց, բայց ամբողջ նպատակը ո՞րն է։ Ասենք եթե Սերժը հանձնելու է կամ այնի հանձնելու է, պետք է արեմտամետ թվացող մարդը հանձներ Արցախը։ Այդ էր Կրեմլին պետք ամբողջ նպատակը այդ է։ Ու պետք է հեղափոխություն աներ, այսպես ասած, որ այդ ամեն ինչը արվեր շատ սաուն ձևով, որովհետև Նիկոլը ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը ձեռք էր բերել, չէ՞։ Արի անկեղծ խոսանք, իհարկե ես դրան միշտ դեմ եմ եղել սրիկային, բայց ճնշող մեծամասնությունը, ասենք, իրան հավանում էր, իրան, ասենք, վստահում էր, ասում էր հույսեր էր փայփայում, բայց տեսակ այդ է պետք, որ մարդիկ կարողանան մարդկանց գրավել, հետո այդ քայլին տաներ, Արցախը դավաճաներ։ Սերժը տես լավ չէր կարողանա հաստատ դավաճաներ Արցախին, որքան Փաշինյանը, այդ էր ամբողջ ասենք նպատակը։ Այ հենց այդտեղ միտքդ կտրեցի, հա։ Երբեմ այսինքն եթե հիմա արդեն Նիկոլը հանձնեց Արցախը, ինչի նպատակով, ինչի համար որ բերել էին իրան, այդ մեծ ուժերը, Սերժը ասած, մեծ ուժերը բերել էին իրան իշխանության, որպեսզի հանձներ Արցախը։ Հիմա հնարավոր է ընտրություններում, ասենք, այնպիսի արդյունք ձևավորվի, որ արդեն ինչը որ արելա վերջացրել է, այլևս ինքը չընտրվի ու սրա փոխարեն բերեն մի ուրիշ, էլի Կրեմլի sense խամաճիկա, տենց ասեմ, էլի։ Դե թիվ 1 տարբերակը Կրեմլի համար հələ մնում է Փաշինյանը, որովհետև ամեն ինչ իր ուզածով անում է, չի պետք է հանի։ Նա ուզենար հանել 21 թվին կհանի, օրինակ եմ ասում։ 21 թվին հատուկ էլի այնց արեց, որ Փաշինյանը մնա աթոռին։ Հիմա նույն բանը այս անգամ անելու ամեն դեպքում, ամենայն դեպս, էլի իր պլան B, պլան C ունի Կրեմլը, այս մյուսս, չգիտեմ, ուժեղ Հայաստանն է, ով ինչևէ, ոչ մեկ չեն տարբերվում իրարից, պատճեններ են։ Ամեն դեպքում մարդ ես հիմա կարող է վատանա, ահա ես իմ ինչ լինի Նիկոլին ու ստիպված այդ մեկը լինի, այդ կա, back անգլերեն ասած backup plan-ը ունի։ Բայց նորից ասենք ընտրությունները ոնց որ կազինո էլի անգլերեն ասածված կա don't play a game if it's rigged էլի ասենք խաղը մի խաղը եթե սարկած է հիմա այսա սարկած խաղը կազինոյը ասենք ավենաճիշտ բանը ոնց որ չխաղաս այդ խաղը պարզ է այստեղ մարդիկ ասում են դու չես մասնակցում ձայնը տալիս ես Նիկոլին բան չմասնակցելը օգուտ չի մասնակցելն օգուտ չի Ես ուղղակի սկզբունքայինորեն ասում ենք, որ մենք դեմ ենք։ Մենք ասում ենք, որ մենք սովորական քաղաքական կազմակերպություն չենք, մենք հեղափոխականներ ենք։ Եթե հեղափոխականներ ենք, ուրեմն պետք է այդպեսին գործենք, պետք է հավատարիմ մնանք
մեր գաղափարներին, մեր տեսլականին, մեր նպատակին, մեր առաքելությանը, այդ ամենակարևորը։ Մենք ու հեռահար նպատակ ունենանք, ոչ թե սրանց նման երկու օրվա մեջ մի հատ կուսակցություն ստեղծես, ընտրությունների մասնակցես, հետո անհետանաս գնաս։ Ու սրանք այդ են անելու։ Մենք գոնե ասենք 4 տարի կանք, չէ՞։ Հիմա եթե նույնիսկ որոշենք կուսակցություն դառնանք, ու մենք հստակ գաղափարախոսություն բանը կա, գոնե մենք այդ իրավունքը վաստակել ենք կուսակցություն ասենք դառնալու։ Ու ասենք մենք գործնական քարոշությամբ ապացուցել ենք, որ սրանց նման չենք։ Մեր կուսակցություն ասենք ունենալը արդարացված կլինի, բայց սրանցը իհարկե ոչ։ Այդքան է ուզում ասել։ Ուրիշ հարց կա։ Այջան, Հա, ողջույն Ա. եղբայր։ ողջույն։ Այսօր ես կորը չկաս։ Զբաղված եմ խիստ հիմար է զբաղված, բայց ասի մտնեմ դրան ինչ նորություն կա։ Հա, Շուտով ինչ կա, լավ։ շուտով մի հատ ելույթ կունենանք մի հատ էս գործերս դասավորեմ։ Բայց Հա, եղբայր, դե մենք էսա ամիս երկու անգամ միանում ենք, էլի։ լավ է։ Միշև հա Ուզի հիշեցնել այդ գաղտնի կազմակերպության ուժը, այսինքն Կրեմլինը Ռուսաստանի ուժը դե անկախ պետություններ էլ այլևս գոյություն չունեն, շուտվայից գոյություն չեն ունեցել։ Գործ ունենք մենք գաղտնի եղբայրական ու օթյակային ուժերի դեմ իրանց գաղափարախոսության եւ իրանց նպատակների, այսինքն մարդկանց գերության ստրուկ դարձնելու, շորտացնելու գաղափար էլի ազատ մարդկանց, իսկ ինչ խոսք մեր այքարը պետք է գաղափարական լինի, այսինքն պետք է սկզբից մենք ես իմ գաղափարս որ ունեի, ինձ թվում է դա է ճիշտը, որ ստեղծենք մենք մեր տարազը, այսինքն նոր պետք է մտնենք մոդայի մեջ, այսինքն պետք է ստեղծենք նոր շոր հագուստ կանանց համար, պետք է գրավենք կանանց ուշադրությունը, այն կանայք, որ իսկական տիկին են եւ իսկականից հնազանդ են մեր հայ տեսակին, մեր հայ գաղափարին, որոնք պետք է ամուսնական օջախներ կազմեն, ընտանիքներ կազմեն, պետք է շարժվենք այդ ձևով, որտեղ թշնամին ինչպես որ ուսումնասիրում ենք Bernays-ին այդ գաղափարը, Bernays-ը բանն է, Sigmund Freud-ի հա ռոպագանդայի բան։ ռոպագանդայի հերն է, հա։ Ես ծանոթ կլինի շատ են դեպիները։ Հա։ Հիմա այդ Դե ծխելը հայտնի դարձեց, ընդունելի դարձեց էլի կանանց համար։ Բա հիմա այդ ամբողջը իրանք կանանց դրա համար ժողովրդի մարդկանց ազգային իրանք փորձում են կանանցիացնեն, այսինքն ֆեմինիստացնեն, այսինքն իքացնեն, ոչ թե արիացին, այսինքն ուղեղի մակարդակի հետ կապ ունի ստեղ, կանանչ ուղեղը զգացումային է միայն աշխատում չէ եւ շարժվում է ուժին է հետևում, ուժ է ուզում։ Հիմա ժողովրդավարությունը ուժի է հետևում, մա ինչի համար են ընտրում թեկուզ օլիգարխիկ կուսակցությանը, թեկուզ նայում են ով ամենաշատ քանակը ունի, այսինքն որակ չկա այդտեղ, որակը կարևոր չի այլևս։ Հիմա, եթե բոլորը ազգի կամ ժողովրդի մակարդակը բարձր է, այդ ժամանակ, եթե բոլորը ունեն որոշ մակարդակ, ուղեղի, հոգևոր արժեքներ ունեն, մտավոր արժեքներ ունեն, առողջ չեն ամեն ձևի, եթե բոլորն են առողջ, այդ ժամանակ քանակը կարող է ներկայացնի որակ, որովհետև բոլորը որոշ մակարդակի են, սա խելացի են, սա բան իմաստուն են, սաղն էլ առողջ են մի խոսքով, չէ՞։ Դե հիմա մենք այդ ենք անում էլի։ Հա, բայց դա չկա, չէ՞ հիմա։ Սա ներսոտած կիսա տրախիդ են, այսինքն որ ինչի աշխատում իրանց ոչ մեկի։ Դե հիմա այդ մշակույթի պահովես ասա, բան չասի, ուղղակի ես բան հիմա այդ ինչ որ ասում ես, այդ ուղիղ ասենք կիրառենք քաղաքականության մեջ, այս բանին դա ասել եմ, ենք այս բանին իհարկե այսպես ասած մարգինալ ենք համարվում ծայրամասում ենք գտնվում քաղաքական դաշտում, դրա համար այս բանին մենք ինչ որ ուզենանք լայն զանգվածներ գրավենք, բան այդ այս բանին նախ չի կարա լինի անիրատեսականը եւ այլն իմաստը չկա այս բանին դրա համար մենք պետք է կենտրոնանանք ինչպես ասում ես հիմա որակի վրա այս փուլը մեր փուլը հիմա որ կա ասի որակ ձևավորելու փուլն է
ու մենք դրա համար անդամներին բաներ ասում եմ մի հուսահատվեք բան ինչ որ մեծ sense line զանգվածներ մեզ չեն միանում այդպես բաներ այդպես հեքիաթ է էլի այս բանին այդպես բաներ մի էլ ակնկալ եք այս բանին այդ կորիզը ձևավորելու ժամանակն է հետո կգա այդ պահը հետո այդ պահը կգա ու դա տրամաբանական ոնց որ գործընթաց է ցանկացած ինչ որ մի հեղափոխական շարժման համար ու հեսա պետք է մարդիկ հասկանան որոնք այս բանը ինչ անենք լուծումը որն է ով ասում է լուծումը որն է գործ անենք բայց այն է դա էսի հա ասում են մինչև հիմա էլ ասում են մենակ խոսում ես դուք եք խոսացեք ամեն մեկը խոսի մա ասում են միանալու միասին միանանք լավ ես ասացի ոնց էր միանալը էլի շարունակում են մարդիկ ինձ ասել անընդհատ շարունակել եմ սա կրկնել ուզում միասնություն եք ուզում համախմբում եք ուզում շատ լավ չեք սիրում իմ մոտեցումը իմ ոճը չգիտեմ իմ ճառերը իմ գաղափարախոսությունը ծայրահեղ եք համարում լավ մի քիչ մեղմ ասեք ձեր ուզած ձևով միաստեղծեք կազմակերպություն ձեր ուզած, չգիտեմ, համազգեստով ձեր ծրագիր գրեք, անկախ եղեք ամբողջովին, ազգայնական եղեք, դա երկու պահանջս է դա, անկախ լրիվ ազգայնական, ու դուք էլ փորձեք, ասենք 10-15 հոգի ձեր շուրջ համախմբեք այնց անդամ բան, ինչպես օրինակ ես եմ արել, հետո նոր կխոսանք, հետո մի 10 հոգի տենց անի, ոնց որ ասենք, ես եմ արել ես 4 տարում, լավ, 2 տարի անեն, ու 10 հոգի տես լինի 10 բազապատկած տալ, մեր ամբողջ ազգայնական ցանց կունենա։ Դա քիչ չի, 100 հոգի, եթե տես իրար հետ համագործակցեն, տես մի ցանց լինի ազգայնականների, խմբավորումների, դա հրաշալի բան կլինի հատկապես Հայաստանի համար, բայց ցավոք սրտի այս Հայաստանի պայմաններում այս վիճակում դա ոնց որ ֆանտազիա է թվում։ Բայց դա միասնությունը։ Ասում են ազգը պետք է համախմբ, ազգը չես կարող մի անգամից այդ օթից ամեն բոլորին sense համախմբել։ Պետք է նախ այդ որակյալ 2%-ին, ասենք, փորձես համախմբես, նույնիսկ 2%-ի 2%-ին համախմբես։ Այդ կարողանաս անես, հետո մնացածը դոմինոյի պես, ասենք, գալիս է, այդպես է լինում։ Բայց մարդիկ ինչ են, դատարկ մենակ խոսում են, էլի, դա ինձ ճիշտ ասած բարկացնում է մեկ-մեկ, բայց ուղղակի չեմ սիրում այդպես դատարկ խոսակցությունը, որ վետակը ոչ մի բովանդակություն արժեք չկա։ Ես սիրում եմ գործով, ասենք, լավ, ասում եք գործով արեք։ Ես ասում հայերեն, որ եկել է ընդհանրապես նորմալ չէր խոսում, բան, մա փորձեցի հատուկ ուզեցա սովորեմ, լավացնեմ, որ հետո ես էլ տեսակ չկա շարժում, ես ստեղծեմ, ես մի բան անեմ։ Էտա, մի բան անենք։ Դա քիչ բան չի։ Ամեն մեկս այդպես մի բան անենք, այդպես կազմակերպություն ունենանք, ամեն արդեն ինչեր կուն։ 6 տարի անցել է պատերազմից, ուր են այդ գործ անողները։ Ոչ մի բան չեն արել։ Դե հայ ջան, հասկանալի, ես առաջարկում եմ մեկ, այսինքն բոլորս, ես դե կամած այդ ուղղությամբ եմ եթում, ինձի ուղղակի ֆինանսա պետք, աշխատում այդ ուղղությամբ, բայց ստեղծելով մշակույթ, այսինքն մշակույթի մեջ ամեն ինչ մտնում է, կա տարած գերեզմանական գործեր, մշակութային միություն ստեղծել, այսինքն այս Ամերիկայի օրինակ այս ցախ կոմիները, լիբերալ եւ այլն, իրանք գրավեցին մշակույթը, իրանք ուշադրություն, իրանք որոշ ժամանակ քաղաքականությունից դուրս էին, քաղաքականության մեջ միայն մտնում էին, երբ որ պետք էր որ իրանք ուզած մշակութային բաները առաջ տանեին, երբ որ բանը մամուլը եւ մեդիան բանը ասում են որ էսի չի կարելի, իրանք ասում են կարելի է, եսի ինչ խոսքի ազատություն, հետո հենց ուժ իրանք ստացան, իրանք մշակութային գաղափարները հաղթեցին, գրավեցին տեղ, իրանք սկսեցին մնացածին ձայները կտրել տան, այսինքն այդ խոսքի ազատությունը իրանք պետք չէ այլևս։ Հիմա օրինակի համար խոսքի ազատության դեմ թեկուզ Ամերիկայում բան են անում, չէ, խոսքի ազատության դեմ են եթում, օրենքներ են հանում նոր, ճնշում են մարդկանց ժողովրդին ամերիկացի խոսքի ազատության մեջ, հետո գործից կարան հանեն, ինչեր անեն, եսի ինչ վատ բաներ են ուզում անեն։ Այսինքն այդ խոսքի ազատությունները իրենց պետք չի, իրանք արդեն ուժ ստացան, գրավեցին բոլոր կարևոր տեղերը, չէ, դրատական միջոցը, կինոները, եսի ինչ մշակութային բոլոր ասպարեզներում ու արդեն իրաց պետք չի այդ խոսքի ազատությունը
էլ, որը որ ամերիկյան ամենաառաջին իրավունքն է, չէ, խոսքի ազատությունը եւ այլն։ Արդեն փորձում են հիմա եւ արդեն ճնշում են այդ խոսքի ազատության իրավունքը եւ այլն։ Փորձում են երկրորդ իրավունքը զենքինն է, որ Դե վերցնեն կարմիր գծեր են ժողովրդին։ դնում, էլի։ Հա, Կարմիր գծեր են չէ, դնում, թե կամաց այսքան արդեն բանում։ լրիվ ազատ չէ, ուղղակի լրիվ ասենք սրկության վիճակում չես, ուղղակի կարմիր գծեր կան, որ դու չես կարող անցնել, ինչպես Հայաստանում, հիմա Հայաստանի այս հետսովետական Հայաստանի այդ մարդկանց ասում, հետսովետական Հայաստանի տարբերությունն է, որ այն ժամանակ ասենք օրինակ մի քառակուսի մետր վանդակում ենք ապրում, իսկ հիմա օրինակ մի քիչ ավելի մեծ գծի, ասենք 5 քառակուսի մետր վանդակում ենք ապրում, բայց էլի քաղաքական հատկապես առումով բայց էլի դա առավելություն է գոնե ամեն դեպքում մենք պետք է տեսնենք ողջամիտ լինենք մենք մեր առավելությունները տեսնենք գոնե էսի կարողանում ենք անենք ինչ որ հիմա մենք անում ենք դա էլի բան է պետություններ կան բան էսը չեն կարող անել ամեն դեպքում պետք է երախտապարտ լինենք պետք է շնորհակալ լինենք որ էսը կա ինչքան էլ բադ լինի բան լինի բայց պետք է նաև դա օգտագործենք այդ առավելությունը օգտագործենք ուրիշ երկրներում մարդիկ կուզենային անեն այն ինչ որ մենք ենք հիմա անում sense հիմա օրինակ միանում խոսում ենք ինչ որ քաղաքից դուրս հավաք ենք անում ինչ որ մի բան ներկայացնում ենք մեզնից շատերը կան դա չեն կարող անել ուզում ասեմ այդ ոնց որ պետք է իմանանք էլի առավելությունները ու դրանք օգտագործենք այս բանին մեր օգտին ու մենք հիմա այդ ենք անում բայց մի բանի մասին քանի որ շատ չեմ ուզում խոսենք մի ժամ եմ ուզում սահմանափակեմ ուզում եմ մի հատ Իրանի պահավել էլի խոսենք ու թանուր արման պես ինձ թվում է մոտեցող արդեն պատերազմի հուսով եմ սխալ եմ չեմ անում ես ամեն դեպքում եմ ուզում ինչ-որ մի պատերազմ որտեղ ասենք ջհուդների համար սիոնիստների համար հազարավոր մարդիկ զոհվեն դա ցանկությունը չի բան հատկապես արիացիներ զոհվեն բայց ամեն դեպքում պետք է իմանանք էլի ասենք ինչա կատարվում ու այս ընդհանուր մի հատ պատկերը տեսնենք Ինչպես շատ ենք մենք ասում, չէ, շատ ենք ասում, որ հա, սիոնիստները ուզում են երրորդ աշխարհամարտեր ստեղծեն, շատ վաղուց բանից։ Էսի նոր բան չի, հիմա չգիտեմ, շատերը որ տենց ցեն իրար կապել իրար, էսի ցանկությունը ունեցել են սիոնիստները առնվազն 2001 թվականից, երբ այդ բաները դեպքերը կազմակերպեցին Նյու Յորքում, այդ սեպտեմբեր 11-ի դեպքերը ու այդ աշտարակները կործանեցին, դա մի ուրիշ պատմություն է։ Բայց այդ ժամանակվանից իրանք արդեն թղթի վրա այդ ծրագիրը կար, որ պետք է Սիրիան, Իրաքը, բոլոր Իսրայելի թշնամիներին մերձավոր արևելքում ոչնչացնել, որովհետև այդ ժամանակ ոնց որ Ամերիկան բաներ էլի, լավ թափ ուներ, արդեն աշխարհը մեկ sense ճանաչված էր, բան, ու ինչ ուզեր կարող էր անել մի խոսքով, հանգիստ լիներ, ու այդ ամբողջ այդ ռազմաարդյունաբերական համակարգը սիոնիստների ձեռքն էր ու ազատ արդեն այդ բանը արեց։ Բայց տարբեր հիմա ներքին խնդիրների պատճառով տեսա որ այդ ագին մեծ հակազդում ստացավ այդ իր ամբողջ գործունեությունը բայց սեպտեմբեր 11-ի դեպքերից հետո շատ լավ հիշում եմ այդ ժամանակներն էր որ ես արդեն սկսեցի արտանալ այդ աշխարհը ասենք լրիվ այլ տեսանկյունից դիտարկել ու ստապեցի այդ մոտավորապես 2003-2004 թիվ հաստատ արդեն 2000 չէ 2002-2003 թվին էր արդեն իմ մոտ ասենք իմ գիտակցությունը online-վեց ես արդեն հասկացա աշխարհը ինչա կատարում իհարկե շատ բաներ էլի չգիտեի, ինչպես հիմա շատ բան չգիտեմ, բայց այդ ժամանակ ինձ թվում է դա իրանց հետ պահեց, որովհետեւ շատ մարդիկ սկսեցին արտանալ ու արագացրած տեմպերով։ Ու այդ ժամանակ էլ ես հիշում եմ նաև ինտերնետը ավելի ազատ է։ Կար այդ ֆորումները, կար այդ բաները, ավելի sense ազատ շփում կար, YouTube այդքան սահմանափակումներ չկար։ Ինտերնետը երբ ստեղծվեց 90-ականների տես սկզբին, այդ ժամանակ շատ քիչ մարդեր օգտագործում։ Հիմնականում 95 թվից հետո տես կամած սկսեցին օգտագործել 95-ից մինչև ասենք Facebook-ի այս սոցցանցերի ստեղծումը, այս Instagram, Facebook բան, բավականին ազատ էր, ասենք 10 տարի ազատություն կար ինտերնետ ոլորտում։ Դες ջուրները սիոնիստները որ գրավել են թերթերը, հեռուստատեսությունը եւ այլն, այդ իրանց վերահսկողության տակ են վերցել, ինտերնետը տենց չի կարա էլի այդպես վերահսկողության բանին նորից ասեմ այդ ժամանակ շատ ազատ է ու լիքը լավ կայքեջեր կային որ այսօր հիմա չկա ֆորումներ կային բաներ կային կապի մեջ ասենք եվրոպացի ազգայնականների հետ այսինքն որ 14-15 տարեկան է էլի հիմա չկան դրանք այդ կայքեջերը այդ 10 հենց իրանք ստեղծել ամբողջ նպատակը ոնց որ ջուրները Zuckerberg-ը եկավ մյուսները եկան Google-ի տերը բան
ինչևէ, Instagram-ը, это Facebook-ը, Instagram-ին առավ եւ այլն, այդ կենտրոնացնեն այդ իրանց ճնշումը, իրանց վերահսկողությունը ինտերնետի վրա։ Ու այդ սոցցանցերի ստեղծումը այդ արդեն այտենց էլ եղավ, այդ ֆորումները անհետացան ու սկսեցին այդ սոցցանցերը ավելի շատ զբաղեցնել մարդկանց ժամանակը ու հիմա ասենք հասանենք այդ պահի, որ բայց էլի ինչքան էլ փորձում են, չեն կարողանում ամբողջությամբ իրանց վերահսկողության տակ վերցնել։ Այս ասում եմ, ինչ համար եմ այսքան ասում Իրանի հետ ինչ կապ ունի, որովհետև դա ինձ թվում է այդ է երևի պատճառը, մեծ հակազդեցություն ստացավ այդ Իրաքի բանը, պատերազմը, ցախողումը, մարդիկ արդեն տեսնում են ինչա կատարվում, դες մի տեսակ sense զարթոնք էր ու իրոք դենց էլ կար։ Շատ մարդ սկսեց արտանալ, էլի։ Դրա համար այսքան երևի պատճառով sense հետաձգվել է, ամեն այդ Սիրիայի պահով եւ այլն։ Բայց ամեն դեպքում իրանք չեն մոռացել։ Սիոնիստները իրանք մեր նման չեն, ցավոք սրտի մեր հայերի նման կարճատես չեն, մենք այդ կարճատես, ասենք ժողովուրդ ենք դարձել, Ես տենց են դարձել, չգիտեմ ինչ ա եղել, բայց ցավոք սրտի տենց են։ Իրանք մի նպատակ դնում են, իրանք հետևողականորեն առաջ կտանեն մինչև հասնեն այդ նպատակ։ Ո՞ր է ճիշտ ձևը։ Դրա համար մարդիկ չեն հասկանա իրանք աշխատելու ձևը, բան, բայց իրանք այդպեսին են։ Թուրքերն են այդպեսին։ Դրա համար այդ եմ ասում, իրանք որ նպատակ դրել են Հայաստանը վերածելու Արևմտյան Ադրբեջանի, դա հիմա չեն մոռացել, ինչ թե Փաշինյանը գնում է ինչ որ մի անկապ անբովանդակ խաղաղության խորհրդի ժամանակ ոսոխի ձեռքը սեղմում է, դա չի նշանակում Ալիևը մոռացել է Արևմտյան Ադրբեջանի մասին, դա ինքը ամեն օր երևի մտածում է դրա մասին։ Այսպես տեղի ժողովուրդը, չէ, դե բենզին է վաճառում, դե խաղաղությունն ամեն ինչ լավ է, դե Արցախը տվինք, աշխարհը տենց չի աշխատում։ Սենց մանկապարտեզի ոնց է մակարդակով են մտածում, էլի, ասենք ամոթ է, երեխեքը կանայք էլ որտեղ այդպես մտածեն, ներելի է։ Տղամարդ ասենք ոնց կարա այդքան ապուշ լինի, էլի, որ տես մի բան հավատա, որ դու կարծում եք ինչա թե ձերքա սեղմում ու ինչ որ նման մի բան անում է, ուրեմն ինքը մոռանալու է Արևմտյան, ասենք այդ իր Ադրբեջան ծրագրի մասին։ Դա չի մոռանալու, ինչպես սիոնիստները չեն մոռանալու, որ պետք է ամեն ինչ անեն, որ Ամերիկային ուղղեն Իրանի դեմ։ Ու արդեն ոնց որ կարծես թե հասել են դրան։ Ու ամբողջ նպատակը ինձ թվում է Թրամփին իշխանության բերելու հենց դա էր, որովհետև Թրամփը շատ բաներ, մինչև հիմա էլ մեծ ինքը աջակցություն ունի ամերիկացի, ասենք հայրենասերների կողմից, այն սպիտակ ամերիկացիները, շատերը խաբված են, կարծում են Թրամփը համակարգի դեմ մարդ է, իսկական ամերիկացի, ասենց հայրենասեր է, բանը ինքը կարող է, ասենք կարա ինձ թվում է Ամերիկայի դրանց ասենց համախմբի Իրանի դեմ ասենց ուղի հասկանում, բայց ասենք Բայդենը այդ շուն ատում են Բայդենին օրինակ, Օբաման չէր կարող, Բուշը դες Բուշը օրը Իրաքի պահ եղավ ավելի շատ այդ բանն այլի sense այդ հանրապետականի ասենք այդ դրսևորումը որ Իրաքը այդպես բան ունեն հայրենասիրական այդ պատկերը ունեն ու այդպես մարդ է պետք իբր sense էլի համակարգից դուրս իրան այդպես ներկայացնի չէ ինքը քաղաքական ճիշտ է քաղաքական համակարգից դուրս է բայց էլի ինքը նույն սիոնիստական համակարգի մաս էր կազմում իր ամբողջ այդ իր կայսրությամբ այդ իր որ ունի real estate-ի անշարժ գույքի այդ ամբողջ կայսրությունը, այդ իր բոլոր բիզնես ընկերները բոլորը հիմնականում մեծ մասը ջուր են եղել։ Սիոնիստ են եղել, ինքն էլ բացած սիոնիստ է։ Մի խոսքով հիմա հասել են դրան, ինչպես առաջին երկու աշխարհամարտերը սկսեցին, ես դրա մասին հեռարձակումներ պատրաստել եմ, էլի, թե ոնց առաջին երկու աշխարհամարտերը սկսեցին ինչի համար տեսեք սիոնիզմը ստեղծվեց 19-րդ դարի վերջում, բայց Իսրայելը ստեղծեց 50 տարի հետո։ Սան ցեղասպանություն արեցին, մեր ցեղասպանությունը, ուկրաինացիների ինչևէ, սովետական միության կազմի մեջ տարբեր ժողովուրդների ցեղասպանությունը, երկու աշխարհամարտ արեցին, ցեղասպանություններ, հեղափոխություններ, որ վերջում ստանան իրենց Իսրայելը։ Աշխարհը ասես դեռ շուտ տվեցին ու Իսրայելը ստեղծեցին, հաստատեցին իրենց այս ներկայիս այս աշխարհը որ կա, այս 45 թվից ի վեր, սիոնիստական աշխարհակարգ։ Ու այս Իսրայելի ստեղծումը նույն ժամանակին հենց դրա բառը ոնց որ ապացույց է։ Այդ Իսրայելի ստեղծումը հենց ֆիզիկական ոնց որ հաստատումն էր աշխարհակարգի սիոնիստական, որտեղ ասենք այդ բոլոր ղեկավարները Եվրոպայում
մի նորմալ երկրի ղեկավար ես չգիտեմ, որ իրոք հայրենասեր, մաքուր ինչ-որ ազնիվ ինչ-որ մի մարդ ունի։ Բոլորը ծախված ժողովրդներին, սիոնիստերին ծախված ինչ-որ համաճիկներ են դրած։ Նույնը Ռուսաստանում։ Ռուսաստանը ոչ մի ձևով դա չի տարբերվում այդ հեքիաթը, որ Պուտինին ներկայացնում են հակագլոբալի հետ, ամեն ինչը սուտ է։ Հենա Էփշտինի բանն էլ լիքը բաներ կա, որ Պուտինի կապում է, ռուսական գործակալական ցանցին կապում է Էփշտինի հետ։ Այդ աղջիկների մեծ մասը, որ Էփշտինի կղզի գնում են, այդ Ռուսաստանից են, հատուկ համագործակցություններ այդտեղ տեղի ունենում։ Ու ռուսների մատը նույնքան խառն է, որքան ամերիկացիների, որքան, չգիտեմ, անգլիացիների, որքան ֆրանսիացիների եւ այլն։ Բայց ես արդեն կարծում եմ, որ այս երրորդ անգամը, որ սկսեն, բումերանգի պես իրանց վրա հետ է վերադառնալը։ Հենց այս աշխարհակարգը, որ իրանք հաստատել են արդեն 80 տարի շարունակում է, ոնց որ իրենք հենց իրենց ձեռքով քանդելու են իրենց աշխարհակարգը։ Դա հետաքրքիր էլի, որովհետև հիմա sense չափազանց sense ինքնավստահ են դարձել, գոռոզ են դարձել էլի մի տեսակ։ Ու դա լավ այն իմաստով, որ իրանց ոնց որ կործաման ու սկիզբը կարա լինի։ Ես այդ ամեն դեպքում փորձում եմ լավատես լինեմ այս հարցում, այդ ուղղությամբ էս ամեն ինչը դիտարկեմ։ Հիմա տեսնենք։ Հիմա քանի օր մնացել այդ Բարի երեկո։ պատերազմը կարա սկսի, հա։ Հա, արդեն ասա եղբայր։ Դու լավ կիմանաս այս բաները, ասա մի հատ։ Հո, բանը լսենք։ Հա, հետաքրքիր է, լսեցի քո ասածին։ Շատ ճիշտ ես ասում, ամեն կողմից համաձայն եմ հետդ։ Պետքա որ սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Այդ Ամերիկայի այդ հարձակումը ինձ հիշացնում է մի հատ պատմությանը։ Ձայնս գալիս է նորմալ։ Հա, լավ գալիս է, լսում եմ։ Բարի։ Մի անգամ Հա, մի հոգի եթում է ռեստորան, մի հոգի գնում է ռեստորան ու թթու սալորի խաշլամայ է զակած տալիս։ Հետո որ մատուցողը գալիս է որ այդ կերակուրը բերում է։ Մատուցողի ուսի վրա լինում է մի հատ կապիկ։ Այդ զակած տվողը դուրն է գալիս այս կապիկից։ Ձեռը անում է այդ խաշլամայի մեջ ու մի հատ սալոր տալիս է այդ կապիկին։ Բայց կապիկը փոխարեն որ ուտի, առաջ տանում է իր հետևը, հետո նոր է ուտում։ Հարցը առաջ գալիս այս մարդու մոտ։ Հարցնում է այդ մատուցողին, ասում է ինչու է այս կապիկը սենց անում։ Մատուցողը պատասխանում է, որ մի անգամ դեղձ էր կերել ու կորիզով էր կերել ու կորիզը գնացել էր ճամփեն փակել էր։ Նրանից հետո արդեն ամեն ինչ ուտելիս նախքան որ ուտի չափս է վերցնում։ Հիմա Ամերիկայի պատմությունն էլ էս է։ Այսինքն ինքը շատ է ցանկանում որ պատերազմ մղի, բայց իր հետևանքները ինքը նստում է հաշվարկ անում։ Արդյոք կարող է տակից դուրս գա, թե ոչ։ Հա, դե ժողովուրդ ամերիկացի ժողովրդի ինձ թվում է մեզ էլի ինչքան է Թրամփը կարողանա համախմբի այդ պատրիոտներին ամերիկացի, ինձ թվում է էլի մեծամասնությունը չի ուզի, որովհետև ու այս հենա խնդիրը այս պահի ու այն ժամանակվա տարբերությունը, որ այն ժամանակ այդ Ամերիկան այսքան վատ վիճակում չէր, խոսքը 2003-ին էր, երբ որ Իրաքի դեմ պատերազմ սկսեց Բուշը, այդ ժամանակվա Ամերիկան շատ է տարբերվում այսօրվա Ամերիկայից։ Այն ժամանակ, ասենք, այդքան ներքին խնդիրներ չուներ Ամերիկան, որքան այսօր։ Դա մեկ, երկրորդն էլ մարդկանց հիշողության մեջ վառ է մնացել դեռ այդ ձախողումները, էլի այդ Իրաքում, Աֆղանստանում եւ այլն։ Դրա համար Թրամփը բացայտ ասում է, որ ոչ մի, ասենք, զորք չի մստելու, ինչ անելու, օթային հարձակումներ անելու, որովհետև եթե նույնիսկ փորձել զորք մստի, դա ավելի երևի շատ զոհ կտա, քան ասենք երկրորդ աշխարհամարտում հատվել օրինակ եմ ասում, ժամանակ պետք է արդեն դրաֆտ անի եւ այլն եւ այլն։ Այո։ Ոչինչ ու նույնիսկ որ հիմա սկսի, դրա մասին է նաեւ ասել եմ, որ պարզայսի Իրանը Վենեսուելա չի, որ հարձակումները սկսի, չի կարա մի քանի օր, մի քանի շաբաթ պետք է մի քանի ամիս առնվազն կամ մի քանի տարի նույնիսկ այդ հարձակումները հետևողական անի։ Ոսի հետևոր անի, դե պատկերացրու ինչա կատարվելու։ Բայց առանց դրա չի կարա ու էսի կոսը ինքն էլ ուզենա անի, որովհետև գիտի 2 տարի հետո ընտրություններ լինելու, ինքը նորից հավանաբար չի ընտրվելու,
չեմ հասկանում խի ինչու կուզենա նույնիսկ նորից ընտրվի արդեն 80 տարեկան մարդ է դառնում, ես չեմ հասկանում այս մարդկանց էլի։ Բայց լավ, ենթադրեք ուզում է նորից մնա իշխանության աթոռին մնա, ուրեմն դա առիթ կլինի, որովհետև կարա այդ պատերազմական պայմաններում հետաձգի։ Համել երկիրը այնքան ներքին ասենք խնդիրներ է ունենում, որ այսպիսի sense պատերազմներով շեղում ես էլի մարդկանց ուշադրությունը եւ այլն։ Դրա մասին ոնց որ ասել եմ, մեռնող կայսրությունների ոնց որ sense վերջին շունչն է, փորձում են sense ընդարձակվել, չէ՞, հիմա ինչ խոսում էր Գրենլանդիա, հարավային Ամերիկայի վրա գործողություն անում, այդտեղ էդի զմա շեղի ոնց որ ամեն ինչ այնքան ներքին խնդիրներ ունի ամերիկան տնտեսական, դեմոգրաֆիական, պարակտումը, քաղաքական դաշտի արդեն Ամերիկան այնքան են ատում հանրապետականները դեմոկրատներին եւ հակառակը, ոնց որ քաղաքացիական պատերազմի բուն է, էլի։ Այդպես չէր առաջ Ամերիկան, 20-30 տարի առաջ Ամերիկան կարային դու կարող ես պատկերացնել մի խնջույքին, ասենք, կեսը դեմոկրատին են, կեսը հանրապետականներ, օրինակ եմ ասում, իրար ժպտային, ծիծաղեն, լավ ժամանակ անցկացնեն։ Հիմա այդպես բան չես կարող պատկերացնել։ Հիմա ոնց որ լրիվ թշնամի են դարձել։ Հատուկ ասենք ջհուդները, չեմ հատուկ են ջհուդ, դա էլ լավ հարցադրում է, չգիտեմ հատուկ են անում, հատուկ չեն անում։ Դա իրանց էության մեջ է, հիմա իրանք պետք է պարակտեն, պետք է քանդեն, պետք է ներսից փչացնեն, դա իրանց ամբողջ ոնց որ գործունեությունը, հիմա դրան է տարել։ Հիմա լավա վատա դիպմապ են անում, թե չեն անում, դա արդեն թողը արարի չէ իմանա։ Մենք այն գիտենք, ինչ որ տեսնում ենք, այդ փաստերը, որ մենք տեսնում ենք, մի խոսքով լիքը այդ իր ներքին խնդիրները ունի, այդ միջև հիմա ես չեմ հասկացում, որ Ամերիկան այդ տնտեսական մեծ փլուզում է ապրում։ Այդ էլ միայն ես չեմ ասում, դա էլ որովհետև անդադար իր արտաքին պարտքը աճում է, անդադար փող է տպում, դա պետք չի տնտեսագետ լինես հասկանալու համար, որ դա հավերժ չի կարող շարունակել։ Դա էլ կապված է գուցե ամբողջս ամեն ինչ է Սիոնիստները ուզում մինչև վերջ օգտագործեն Ամերիկայի ռեսուրսները, քանի դեռ այդ հնարավորություն ունեն։ Իրանք ապուշ չեն։ Իրանք գիտեն, որ հավերժ չի, ոչ մի կայսրություն էլ հավերժ չի։ Իրանք գուցե տեսնում են այս ամեն ինչը, գուցե լավ տեսնում են, որ շատ ժամանակ չունեն, քանի դեռ Ամերիկան կա, քանի դեռ Թրամփը լրիվ իրանց մարդ է, կարող է, չգիտեմ, քաոս ստեղծվի Ամերիկայում, ճգնաժամ լինի, քաղաքացիական պատերազմ եւ այլն, հասկանում ես, հետո իշխանություն գա հակաիզրայելակ պատկերացնում ես, Ամերիկայում հակաիզրայելի իշխանություն, ինչ պետք է անի Իսրայելը։ Ոչ մի բան չի կարող անելու։ Քարտեզից կվերացվի, եթե ինքը իհարկե ատոմային ռումբեր չօգտագործի աշխարհի վրա։ Ինչպես ինքը ուզում է, էլի։ Դա հատուկ շատերը չգիտեն, ջհուդները ծրագիր ունեն, կոչվում է Samsung-ի ընտրությունը, Samsung-ի, այդպես կթարգմանես, Samsung option։ Այսինքն իրանք եթե զգան, որ իրանց գոյությունը վտանգված է, Իսրայելի գոյությունը վտանգված է, իրանք ամբողջ աշխարհով մեկ ատոմային ռումբեր են ուղարկելու։ Դա իրանց հատուկ ստրատեգիայի մեջ կա։ Շատերը դրա մասին չգիտեն, էլի։ Դե պատկերացրեք, ասենք ում հետ։ Հետո Իրանին են ասում, որ տարածաշրջանի սպառնալիք է։ Աբսուրդ բան։ Ասենք Իսրայելը որ հստակ բան ունի իր ծրագրի մեջ, իր ստրատեգիան, որ պատրաստ է ինքը աշխարհը իր հետ տանի կործաման, եթե ինքը զգում է, որ կործաման եզրին է կանգնած։ Էդի սպառնալիք չի տարածաշրջանին, բայց Իրանը սպառնալիք տա, որ 200 տարում ոչ մի երևի հարևանի վրա հարձակում չի իրականացրել։ Այդ պետությունը սպառնալիք է։ Եղբայր, Իսրայելը մի հատ քաղցկեղ է, հասկանում ես։ Եվ դրա համար էլ պիտի մեջից էթա եւ մեջից էլ գնալու է։ Դրա համար որ այն հետևում ճիշտ է որ ասենք մասոնական օթիակ իրենց համար երկիր ստեղծեց, բայց հիմա ինքը արդեն դուրս է գալիս, իրենց պրոտոկոլը կարդացել ես, հաստատ գիտես։ 24 պրոտոկոլի մեջ գրած է որ եւ որ մենք աշխարհը տիրենք, մենք վերացնելու ենք մասոններին, իրանք խոզ են, հենթանոս խոզ է անվանում։ Այսինքն իրանք ուզում են որ մասոնական օթիակի քաղաքական ուժը որ իրանց ձեռքն է, խլեն իրանց ձեռքից, ինձնից որ կռվից հետո 44 թվին, կռվի վերջերը իրանք այդ գործը արեցին եւ տնտեսական առումով Անգլիան բան ապրեց, էլի, անկում ապրեց եւ իրանք կարողացան որ տնտեսությունը վերցնեն իրանց դեր։ Այո, կործանվեց, Անգլիան կործանվեց եւ Ամերիկան էլ է կործանվել, դա հաստատ։ Դրա համար 38 թիլիոն
ինքը պարտք ունի, որը որ չի կարողանա սկի տա, իր տոկոսը սկի չի կարող տա, ինչ հասնի իր մայր գումարը։ Ուրեմն Ամերիկայի գործը վերջ է։ Ուղղակի էսի իրանց վերջի բանն է, ջանքն է, որ ուզում են ինձ է եղել է հաստատվեն ամբողջ աշխարհի վրա, բայց ինձ թվում է, որ ձախողվելու է։ Ձախողվելու է միանշանակ։ Եվ Իրանը պատրաստ է ամեն ինչի։ Իրանը հայտարարել է, որ հոգևոր առաջնորդը, որ մենք այս պատերազմը, որ եթե սկսվի, դա ամբողջ տարածաշրջանը կեթաղոտ եւ իրանք գիտեն որտեղ պիտի հարված հասցնեն։ Այսինքն եթե իրանք Ամերիկային էլ չկարողանան այնց լուրջ հարված հասցնեն, հաստատ Իսրայելին կարող են վերացնեն եւ այդ վերացումը արդեն ստոպ կտա պատերազմի։ Ես թվում է պատերազմը շատ կարճ է տևելու, ոչ թե քանի շաբաթ կամ քանի ասենք ամիս կամ տարի, շատ կարճ կտևի, դրա համար այնտեղ մատ կետ կա, որը որ շատ խոցելի է։ Եվ բացի էդի, ասենք Եմենը, Իրաքը, Լուբնանը, Հեզբոլլահը հայտարարել են, որ մենք կպաշտպանենք Իրանին։ Ուրեմն էդի բավականին կբարթացնի այդ խնդիրը։ Այդքանը Այ եղբայր։ ես չեմ ասում, ես չեմ ասում երկար չինի, ուղղակի ասում, եթե ուզում է ինչ-որ մի բանի հասնի, հաստատ այդ մոտեցմամբ չի կարա Ամերիկան անի, որ մի քանի օր, ինչ-որ կամ մի քանի շաբաթ ու հետո վերջ։ Միանշանակ։ Անոմա պետք է Դե իրանք մտածում են, որ իրանք մտածում են, որ շատ արագ sense որ Վենեսուելայում եղավ, կարող են գան ու ասենք ինչ քանի ասենք հրամանատարներին խոցեն ու վերջուտի դա, բայց տենց չի, այստեղ հսկայական երկիր է, շատ հսկա երկիր է։ Հա, իստեղ Եվ իրանք եթե ուզենան ներխուժում անեն, այո, իրանք եթե ուզենան ներխուժում անեն, հաստատ Իրանը պատասխանա տալու, լայնածավալ պատասխանա տալու եւ իրանք պատրաստ են։ Եվ հաղթանակը ինձ թվում է, որ հենց Իրանի հետ կլինի։ Տեսեք ախպեր, որ տեսենք ինչա լինելու։ Իսկ այս Իրանի այդ շուրջ սեղմվող օղակը, այսինքն կարա Հայաստանը եւս մասնակից դառնա դրան։ ԱՄՆ ներքաշի Հայաստանին նաեւ այս խնդրի մեջ, էլի։ Ոչ, Հայաստանը չի կարողանա Հայաստանը ներքաշվի, դրա համար որ Իրանի հետ պայմանագրեր ունի, ինքը չեզոք կմնա, կփորձի որ չեզոք մնա, բայց ի օգուտ Իրանին։ Ես չեմ մտածում, որ Հայաստանը, ասենք, մասնակից լինի Ամերիկայի հրահանգով կամ ճնշման տակ։ Դա չի լինի, դրա համար որ իրանք գիտեն Հայաստանի վիճակը։ Ինչով է սովանավորում էդի, որովհետև մի մոռացենք, որ հիմա ներկա սրիկա իշխանությունը ամեն ինչի ունակ է, որտեղ ինքը Հայաստան ասած էակը գոյություն չունի այլևս որպես ազգային պետություն, որը պատասխանատու է եւ իր խոսքի տերն է եւ իր դաշնակիցներին օգուտ է տալիս։ Հիմա մենք գտնվում ենք ձեռնագրված իրավիճակում, թշնամու կողմից ներխուժված մի էակի կողմից է իշխված Հայաստանը։ Ինքը այն կանի, որ իրանք թելադրեն։ Ինքը կանի այն, ինչ որ իրանք թելադրեն եւ շատ ինքը չի կարող անի, դրա համար դրա ուժը չունի։ Այդ մեկ երկրորդը, Հայաստանը երբեք ազգային պետություն չի ունեցել։ Բոլորն էլ դավաճան են եղել, բոլորն էլ ազգադավ են եղել, ազգի ու պետական դավաճաններ են եղել։ Եթե տենց մի բան ուզենա լիներ, այն ժամանակ էլ կլիներ։ Եվ եթե տենց բան համարձակվի, բայց այն ժամանակ ինքը Ռուսաստան ավելի հիմա ինքը բան է խաղում, քաղաքականություններ են խաղում։ Այսինքն պետք է մի բան հասկանանք, որ հստակ ուժերի կողմից չի բաժանված այս աշխարհը։ Պետությունների մեջ կան պետություններ եւ այդ գաղտնի օթյակները շատ ավելի ուրիշ ուժեր կան, որոնք գործում են։ Պատահական չի, որ Իրանը ընկավ այս ներկայ իշխանության ձեռը եւ ամեն ինչ մի մտանավոր արած։ Եվ պատահական չի, որ Հայաստանը դրվեց այդ տականքների ձեռքը, որ հիմա էլ այս նոր տականքի ձեռքն է անցել։ Այս ամեն ինչը լավ, բանա, ուզում եմ կներեք, ընդհատում եմ, արդեն մի ժամ անցել ենք, տղեկ ջան։ Այսի շատ հետաքրքիր թեմա կարող ենք շարունակել։ Դե հիմա Հայաստանի բավ ինքը իստում Ամերիկային էլ պետք է չի այս բային Ամերիկայի Հայաստանի ինչ որ մասնակցությունը, ինչ որ ինքը ուզում անի այս բային ինքը կարող անի առանց Հայաստանի մասնակցության, այնպես որ մենք այս բային մեր խնդիրները ունենք, բայց իհարկե այդ ամեն ինչը անդրադառնալու է նաև մեզ, այս պատրաստ որ բռնկվի ինչ որ լայնամասշտաբ ռեգիոնալ գուցե համաշխարհային պատերազմի բռնկվի, ամեն դեպքում ինչպես ասել ենք, ինչպես մենք կանխատեսում ենք, մեծ
ճգնաժամը սպասվելու, թե Հայաստանում թե աշխարհում մեկ տնտեսական առումով, թե պատերազմի առումով, ամեն առումով մենք նորից եմ ասում անընդհատ շեշտելու եմ, մենք պետք է մենք մեր նմանները, մեր նման ազգայնականները, ովքեր մտածում են մեր երկրի, մեր ազգի գոյության, ապագայի, մեր անկախության մասին եւ այլն, պետք է այս պահին, այսքանի որ այս ժամանակը ունենք, պետք է ճիշտ օգտագործենք մեր նմանները, ովքեր կան, պետք է մի կառույցի մեջ, լավ, մի կառույցի երկու կառույց լինի, լավ, չեք սիրում հոսանքի չեք ուզում միանա, դուք նորից ասում, դուք ձերը ստեղծեք, մի խոսքով մեր նմանները պետք է այդ ցանցը ստեղծեն, այդ ամեն ինչը ստեղծեն, որովհետեւ մի շանս է մնացել, այս մենք կարողանանք այս ողբալի վիճակից դուրս գալ, որովհետեւ այդ շանսը մենք բաց թողենք, մենք մեր պետությունը մեր ամեն ինչը կորցնելու ենք։ Ախպեր, ասա mən վերջնական էսել ավարտեմ։ Եթե կարելի է ես մի բան ավելացնեմ ու ավարտենք։ Հա, ասա։ Տեսեք ոնց է, Հայաստանը ներկապային Իրանից ոչինչ չի ներկայացնում, դա մեկ։ Երկրորդը, ճիշտ է որ իրանք դավաճան պետություն են, բայց իրանք ախմախ չեն։ Իրանք երբեք չեն կարող ուզենան ինչ-որ մի գործողություն անեն Իրանի դեմ։ Ինչու տրամար որ շատ բաներ կախված է Իրանից, Հայաստանին է։ Դա մեկ, երկրորդը, Ամերիկան բազա չունի դեռ Հայաստանում։ Ինքը Ադրբեջանում ունի, եթե ուզենա գործողություն լինի, հաստատ Ադրբեջանը կմասնակցի, բայց Հայաստանը երբեք չի մասնակցելու։ Տրամար իրանք ախմախ չեն այդքան որ իրանք ընկերը ու բարեկամ ասենք երկրին ուզենան մասնակից լինեն իրա թշնամու կողմը եթան եւ ինչ որ գործողություններ անեն Իրանի դեմ։ Դա անհնարին բան է։ Եվ ինչպես որ դու ինքդ նշեցիր, հիմա Ամերիկան մեզ իսկի կարիք էլ չունի, եթե ինքը ուզենա անի, ինքը իր դաշնակիցները ունի եւ իր ուժերը։ Այդքան եղբայր։ Դա կարող ենք մյուս անգամ էլի շարունակել, հաստատ այս վերջը չի, այս նոր սկսում ամեն ինչ կարող ենք մյուս անգամ այս ամեն ինչը շարունակել, շատ կարող ենք խոսել սրա մասին, բայց ինչ է լինի, նորից եմ ասում, մեզ հայրից ամենակարևոր բանը, մեզ պետք է այդ ազգային պետությունը, մեզ պետք է մի պետություն, որ կարողանա այդպես ճգնաժամային օրասական ժամանակներում մեր ազգին համախմբել, ուժային գործոնի դարձնել, ինչ շանս էլ որ մենք ունենանք, եթե կա ինչ-որ մի հնարավորություն, դա է միակ հնարավորությունը, որ մենք կարող ենք այս ամեն ինչից դուրս գալ։ Այս ամբողջ այս քաոսից, բոլոր այս վտանգները հաղթահարել, դա է։ Ուժային գործոնի վերածվել միայն ազգային պետություն ունենալով, այդ ազգային պետություն ունենալը պահանջում է, որ մենք այս պահին, մենք մեր ազգային քաղաքական շարժումը զարգացնենք, ավելի հայտնի դարձնենք, ավելի ճանաչված լինի մարդկանց կողմից, փորձենք ավելի շատ մարդկանց ներգրավենք։ Ինչ որ կարող ենք մեր ռեսուրսների սահմաններում անել այս բանը, մենք պետք է անենք։ Ուղղակի նստենք, ասենք հուսանք ինչ որ ամեն ինչ մի բան ասած ինքն իրան կլինի, չէ, տենց չի լինի։ Մենք պետք է պատրաստվենք վատին, բայց հուսանք լավին։ Ամեն դեպքում, բայց այդ պատրաստվել վատին ամենակարևորն է, որովհետև այդ ժամանակը, որ ամեն դեպքում դու կարողանում ես քո շահերը առաջ տանել։ Հիմա եթե հնարավորության պատողանը գա, այդ գնացքը գա, մենք չնստենք այդ գնացքին, կարողանանք ճիշտ ինչ որ դիրքորոշում ունենալ, ճիշտ քայլեր անել, մենք վերջ, ասենք։ Այս տարածաշրջանում, որտեղ բոլորը մեր արյունն են տենչում, երկու կողմից առնվազն մեր արյունն են տենչում, մենք չենք կարողանալ պարզապես հաջորդ դար անցնել, էլի, հաջորդ դար արդեն գոյություն ունենալ, այդ միանշան է։ Այնպես որ հեռատես լինենք, պետք է ողջամիտ լինենք, ու պետք է հետևողական աշխատենք մեր նպատակի ուղղությամբ, դա ուրիշ բան ով ինչ որ բաներ ասի, էսա բան, չէ, սենց էս բան էս անենք սրա ծոցը, ամենը հեքիաթներ են։ Մենք գիտենք միայն ազգային հեղափոխություն, միայն ազգային պետություն, միայն ուժ, միայն պայքար դրանք է։ Ինչքան էլ աշխարհը փոխվի, ինչքան էլ սատանան վտանգները, այդ գլխավոր սկզբունքը երբեք չի փոխվել։ Մենք պետք է մեր ազգի մեջ այդ ամեն ինչը նորից արտնասենք ու անենք այն ինչ որ պետք է անենք։ Մի խոսքով շնորհակալություն բոլորին, կարող եք նորից ասեմ, միանալ մեր Telegram-յան ալիքին, կայքեջը մտնել, հետո նյութերին ուսումնասիրել, ուզում եք անդամ դառնալ, աջակցող, այդտեղ կարող եք բարձրաթերթիկը լրացնել, կապի մեջ մտնել, մի խոսքով ամեն ինչ կա, շնորհակալություն նորից բոլորիդ ու մինչ մյուս հանդիպում եւ ամեն դեպքում գեցե Հայաստանը։